Նիկոլ Փաշինյանը վերցրել է բանակը, ուժային կառույցները, հիմա հասել է հերթը եկեղեցուն, որպեսզի 26 թվականին լեգիտիմացնի եւ կեղծումները, եւ վերընտրվի ու վերջի վերջո հասնենք մի տրամաբանական կետի, երբ որ ինքը էլի ասի ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, հպարտանում եմ ձեզանով ու դուք ինձ ընտրել եք, չէ՞ որ լեգիտիմացրել եք, որպեսզի ես մեղադրեմ կաթողիկոսին, փոխեմ, այս խնդիրը լուծեմ, այն խնդիրը լուծեմ, բայց փաստացի ինքը խնդիր է լուծում եւ իր իշխանության երկարաձգման, եւ բնականաբար թուրք-ադրբեջանական տանդեմի այն նկրտումներին, որոնք ունեն ու չեն թաքցնում ոչ Ադրբեջանի իշխանությունները մասնապես նախագահ եւ նույն ձև Թուրքիայի, այսինքն Թուրքիան հրավիրել է, Էրդողանը հրավիրել է, հա, մեր բարձրաստիճան հոգեվորական պաշտոնյաներից, որպեսզի քննարկեն, ինչը քննարկեն, այսինքն մենք մահմեդականների հետ քրիստոնյաներս ունենք քննարկելու մեկ բան, միայն տարածքային եւ պատմական, հա, այն ինչը որ մենք ունեցել ենք դարեր շարունակ, այսինքն մենք կարող ենք քննարկենք ցեղասպանությունը, բայց ոչ թե քննարկենք, որպեսզի հասկանանք ինչ դրույթներով ա եղել, այլ քննարկենք, թե իրանք ոնց են պատրաստում ընդունել ցեղասպանությունը, գոնե ապաշխարեն հանուն իրենց երեխաների, իրենց պապերի մեղք իրանց վրա վերցնելով։ Այսինքն, եթե չենք քննարկում այս ամեն ինչը, բնականաբար չի կարող լինել խաղաղություն։ Եթե մենք հանդուրժում ենք 1.5 միլիոն մահը, եթե մենք հանդուրժում ենք 5000 եւ ավել զոհերը, մենք վաղը միսօր արդյոք չենք արտոնում, որ կլինեն էլի հանձնումներ, էլի նոր նկրտումներ ու զոհեր։ Վերջի վերջո մենք բոլորս հասկանում ենք, որ Երևան իրենց պետք չի հայկական որպես տարածք բնակեցված հայերով։